Ֆրանսիայի նոր սերունդ հայ երիտասարդական կազմակերպությունը Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց էր կազմակերպել։ Հանրահավաքի հարյուրավոր մասնակիցներն իրենց բողոքն էին ներկայացնում ընդդեմ Ալիևի վարած քաղաքականության, կոչերով եւ պաստառներով՝ Ալիև մարդասպան, Ալիև խաղաղության թշնամի։ Ֆրանսիայի երիտասարդները ներկայացրեցին նաև ֆրանսիական իշխանություններին ուղղված իրենց պահանջները, նրանց հորդորելով դադարեցնել Ղարաբաղյան հարցում ֆրանսիական կողմի քաղաքականությունը, շեշտելով, որ 94-ից ի վեր Ադրբեջանը բազմիցս խախտել է զինադադարի ռեժիմը։ Իսկ այս տարվա ապրիլի 1-ից Ադրբեջանի կողմից թույլ տված կոպիտ խախտումները վերածվեցին իրական պատերազմի եւ խլեցին բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքեր։ Նոր սերունդն իր հայտարարություններում նշեց, որ Ղարաբաղի ժողովուրդը վաղուց կատարել է իր ընտրությունը եւ պետք է ճանաչել նորաստեղծ երկրի անկախությունը, եւ եթե Ադրբեջանը պարբերաբար պատերազմ չհրահրի, ապա Ղարաբաղը անկախ եւ ապահով երկիր է։ Սակայն երբ հայ երիտասարդները փորձեցին ավելի մոտենալ Ադրբեջանի դեսպանատանը, ֆրանսիական ոստիկանությունը կենդանի պատ կազմելով եւ արդյունքաբեր գազ օգտագործելով խոչընդոտեց երիտասարդներին։ Ոստիկանության հետ ընդհարումներից խուսափելու համար հանրահավաքի մասնակիցները որոշեցին դադարել երթել դեպի դեսպանատուն։ Փարիզում ֆրանսիահայերի հաջորդ բողոքի ցույցը լինելու է ապրիլի 9-ին, կրկին Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Նույն օրը տեղի կունենա նաև հանրահավաքներ ֆրանսիական հայաշատ Մարսել եւ Լիոն քաղաքներում։ Մարիամ Տեր-Գուլանյան, Առաջին ալիք, Փարիզ։